Բարև ձեզ, ողջունում ենք ձեզ ինժեներական քաղաքից։ Ես Արսենն եմ, ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Կոտայքի մարզի երիտասարդ դեսպանը, եւ այսօր ես մենակ չեմ։ Բարև ձեզ, ես Տաթևն եմ, EIF-ի Կոտայքի մարզի երիտասարդ փոխդեսպանը եւ շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Պետք է ասեմ, որ շատ հաճելի համագործակցություն է ստացվել, քանի որ երկուսս սովորում ենք նույն դպրոցում, Ջրաղբյուրի Վահանի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցում, եւ միաժամանակ երկուսս կամավորում ենք ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ալիք երիտասարդական նախաձեռնությունում։ Այո, եւ քանի որ մեր դպրոցում մեդիագրագիտության շաբաթ էր, մենք որոշեցինք այդ շաբաթվան ընդառաջ կապել այս երկու օղակը իրար հետ եւ համագործակցության արդյունքում ստեղծել մի փոքրիկ ոդքասթ, որի ընթացքում ես եւ Արսենը կխոսենք մեդիագրագիտությունից եւ կարծում եմ հետաքրքիր կլինի ձեզ նաեւ դիտելը։ Այս ամենը իրականում անում ենք հաշվի առնելով, որ մեդիագրագիտությունը այնպիսի թեմա է, որը շատ արդի է եւ վերաբերում է իրականում բոլորիս, թե կամավորներին, թե երիտասարդներին, թե մնացած բոլորին։ Այո, քանի որ ավագ սերունդը նույնպես հիմա մուտք ունի սոցիալական մեդիա, ինչպես երիտասարդները, եւ նրանք շատ հաճախ խաբվում են, եւ մենք ուզում ենք այսօր հասկանալ մեդիագրագիտությունը ինչ մեծ կարեւորություն ունի մեր կյանքում, ինչպես լինենք մեդիագրագետ եւ ինչպես պաշտպանենք մեզ ապատեղեկատվությունից։ Գիտես, մեդիագրագետ, մեդիագրագիտություն բառերը լսելիս մարդիկ շատ բարդ բաներ են պատկերացնում, բայց ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը շատ ավելի բարդ ձևով է կարելի բացատրել ու հանձնում եմ միկրոֆոնը քեզ։ Ինչպես կբացատրես այդ տերմինները, ինչ է մեդիագրագիտությունը, ինչ է մեդիաէթիկան եւ ինչպես կարող են ոչ միայն երիտասարդները, այլ նաեւ բոլորը օգուտ քաղել դրանից։ Իհարկե, մեդիագրագիտությունը, եթե շատ պարզ ասենք, այն կարողությունն է, թե ինչպես ենք մենք կարդում մեդիան, ոչ թե պարզապես տառերը կարդում հրապարակման իրենց գրած խոսքերը, այլ կարողանում ենք հասկանալ ով է հրապարակողը, արդյոք հավաստի է այդ հրապարակումը եւ արժե վստահել տվյալ նյութին, որովհետեւ շատ հաճախ հիմնականում ավագ սերնդի շրջանակում մարդիկ կարդում են ինչ որ որևէ նյութ կարծելով թե դա իրական է, հատկապես երբ վերնագիրը շատ հրապուրիչ է լինում, կամ վերջերս շատ արդիական դարձած արհեստական բանականությամբ ստեղծված վիդեոները, որը վստահ եմ բոլորս հանդիպել ենք որոնց բազմիցս, ու հաճախ անգամ երիտասարդներն են հավատում դրանց ու չեն տարբերում իրական արհեստական բանականությունից, չնայած որ իրականում տարբերվում են, ինչևէ, իսկ մեդիաէթիկայի մասով ասեմ, որ դա արդեն վերաբերվում է մեզ, կոնտենտ ստեղծողներիս, քանի որ մենք յուրաքանչյուր գրառում անելիս, յուրաքանչյուր տեսապատմություն տեղադրելիս, մտածում ենք, արդյոք սա չի վնասում մեր սպառողներին կամ ինչ օգուտ է տալիս մեր դիտորդներին։ Հիշում ես արհեստական բանականությունից ենք խոսել, միանգամից մեջբերում անը, որ արհեստական բանականության միջոցով ես ոչ միայն կեղծ լուր էի պատրաստել, այլ նաև կարողացել էի BBC-ի նմանակը պատրաստել ու քեզ հավատացնել, որ Լանա Դել Ռեյը իրական չէ, այլ ռոբոտ է։ Ու նաև հավատացել էի քեզ, որ Լանա Դել Ռեյը ասես մի հատ հզոր արհեստական բանականության մոդել է իր մեջ պարունակում ու ասածս այն է, որ արհեստական բանականությունը այնպիսի գործիք է, որը եւ կարող օգնի վատ այսպես սխալ ինֆորմացիա ստեղծելու համար եւ կարող է քեզ օգնի, որպեսզի դու օրինակ ֆիշինգ կեղծ լուրերը կարողանաս տարբերել, բայց դու ինչպես ես ստուգում լուրը կեղծ չի, հավատաս այս աղբյուրին թե ոչ։ Այ Արսեն, իրականում այնպեսի բան հիշեցրիր, ես ինձ շատ հիմարացած էի զգում։ Լինելով Լանա Դել Ռեյի մեծ երկրպագու, ես ուղղակի մեծ շոկ էի ապրել այդ կեղծ լուրից։ Ինչևէ, ես երբ որ տեսնում եմ ցանկացած նորություն, առաջին հերթին ստուգելու համար ասեմ, որ երբ կարդում ենք լուրը, 90%-ով մենք արդեն հասկանում ենք այդ լուրը կեղծ է, թե ոչ, որովհետև գրելաձևից շատ բան է կախված, մեծամասամբ տարբերվում են։ Հետո նայում ենք տվյալ հրապարակողի էջի անունը, չգիտեմ, հղումը, եթե այն կասկածելի է թվում, բնականաբար պետք չէ միանգամից բացել, առավել եւս հավատալ։ Ասեմ նաև, որ արհեստական բանականությամբ գրված ցանկացած տեքստ
կարելի է մեկ այլ արհեստական բանականությամբ ստուգել եւ իմանալ դա արհեստական բանականությունն է գրել թե ոչ։ Իրականում արհեստական բանականությունը, եթե ճիշտ օգտագործենք, մեզ շատ է օգնելու։ Պետք է հիշենք, որ արհեստական բանականությունը չի եկել մեզ փոխարինի, առավել եւս վնասի։ Այստեղ նույնպես շատ մեծ ռիսկ կա, քանի որ երբ որ մենք ստանում ենք տեղեկատվություն ChatGPT-ից եւ ոչ միայն ChatGPT-ից, նաեւ օրինակ on-line հարագիտարներից, ինչպիսիք են Wikipedia-ն, այստեղ նույնպես կա հավանականություն, որ ինֆորմացիան կարող է լինել ոչ ճշգրիտ եւ այստեղ իրականում մեր ուղեղը մեզ շատ պետք է։ Գիտես ինչքանով եմ ես կարևորում մեդիա գրագիտությունը եւ մեդիա էթիկան, այնքանում որ մարդիկ չպետք է ուղղակիորեն լինեն սպառող, այլ պետք է լինեն ինքնաքննադատ եւ ուշադիր այս հարցերում եւ կարծում մեդիա գրագիտության առաջին իսկ քայլը այդ է, որ մարդ դառնա մեդիա գրագետ, պետք է նախ ամեն մի ինֆորմացիայի կամ տեսանյութի հանդիպելուց ինքը լինի ավելի ուշադիր։ Այս մասով ինչ կասես, օրինակ ինչ խորհուրդ կտաս, ինչպես կան մարդիկ կեղծ տեղեկությունը ճշտից տարբերեն։ Իհարկե շատ ճիշտ բան ես ասում, որովհետև հատկապես ավագ սերնդի շրջանում բոլորս հաճախ նկատել ենք հենց մեր տատիկ-պապիկներն էլ ամենաշատ տարածված Facebook-ում ինչ որ գրառում են տեսնում, գրած է լրատվական, միանգամից հավատում են, որ դա լուրերի էջ է։ Նայում են, կարդում են ինչ որ ուշադրություն գրավող եւ абսուրդ մի վերնագրի են հանդիպում եւ միանգամից մտածում են, որ այսինչ նորություն է ու ամենաառաջին բանը, որ անում են, հղումը բացելն է, բայց իրականում դա սխալ է։ Տեղեկատվություն ստուգելու համար ասեմ, որ նախ էջին պետք է ուշադրություն դարձնենք, եթե այն պաշտոնական լրատվական էջ չէ, արդեն իսկ կասկածելի է, առավել եւս եթե այլ լրատվական կայքերում չկա այդ նույն նյութը, դա արդեն իսկ մեզ պետք է առիթ տա, որ մտածենք, որ այդ նյութը կեղծ է։ Մենք ունեցել ենք այս դեպքում նաև ինտերնետային զոհեր կարելի ասել, որովհետև այդ պատերազմի ժամանակ այնքան ապատեղեկատվություն էր տարածվում եւ մեր կողմի վերաբերյալ եւ թշնամու կողմի վերաբերյալ, որ մարդիկ առանց այսպես մտածելու միանգամից հավատում են այդ ինֆորմացիային ու ինքը քանի որ շատ լուրջ թեմա է պատերազմը, այստեղ նաև լուրջ է մեդիա գրագետ լինելը ես կարծում եմ։ Ես կարծում դու կարող ես նաև խորհուրդներ տալ ֆիշինգի վերաբերյալ, ինչպես մարդիկ կարող են ֆիշինգից խուսափել եւ ֆիշինգի զոհ դառնալուց խուսափել։ Իհարկե ֆիշինգն էլ է շատ արդիական ու տարածված, նախ եւ առաջ ինչքան էլ ձեզ մտերիմ մարդ է ուղարկել այդ հղումը եւ ինչքան էլ գրավող է այդ հղումը, պետք չէ ոչ մի դեպքում միանգամից բացել, քանի որ բացելով դուք մուտք եք տալիս արդեն ձեր տվյալներ, ինչպես դու ասացիր Արսեն, դրա համար այդ հղումը կարելի է ստուգել այլ տարբերակներով, օրինակ շատ արհեստական բանականություններ կան, որոնք մասնագիտացված են այդ հարցում, կարող եք դիմել իրենց, կամ ուղղակի տվյալ ծանոթի հետ կապվել հեռախոսազանգի միջոցով կամ այլ սոցցանցերի միջոցով եւ հարցնել, թե ինչ հղում էր իրենից ներկայացնում դա։ Ոչ մի դեպքում միանգամից բացել պետք չէ։ Եթե վստահ չեք, որ այդ հղումը անվտանգ է։ Երբ որ մենք խոսում ենք deepfake-երից, հիմա կարող է այնպիսի բաներ ստեղծվի, օրինակ իմ դեմքը, իմ ձայնը նմանակ են, ու ստեղծեմ մի տեսանյութ, որը իրոք ավելի այսպես իրական կթվա, պետք է ճիշտ է սկապ հաստատեն նախ տվյալ մարդու հետ, հարցնելու համար այս վիդեոն դու ինձ ես ուղարկել թե չէ, որպեսզի նոր սկսեն հավատալ։ Հիմա երիտասարդները ու մանավանդ բոլորը շատ են ռիլեր նայում։ Ու բնականաբար այսպես թերթերից անընդհատ հայտնվում է մի ինֆորմացիա, որը ոչ միշտ է պրոֆեսիոնալ անձանց կողմից, այսպես ասած, ստեղծված։ Կարող լինի ինքը ուղղակի կարծիք։ Պետքա նախ ստուգենք տվյալ նյութը կարծիք է թե փաստ։ Ու փաստերը, ինչպես նաև մի քիչ առաջ նշեցինք, պետքա նախ ստուգենք ավելի պաշտոնական կայքերից։ Այո, շատ ճիշտ ես ասում, քանի որ շատ հաճախ այդ նորությունները, որ տեղադրվում են հրապարակողի անձնական կարծիքից, անձնական մտքից եւ իրականում նյութը ընդհանրապես կապ չունի գրվածի հետ։ Դրա համար, ինչպես նշեցի, շատ կարեւոր է նայել վերնագրերին, որովհետեւ երբ որ տեսնում ենք գրածը մեծ տառերով շտապ, բացառիկ, հենց նոր չեք պատկերացնի ինչ եղավ
արագ բացեք, չգիտեմ, եւ նմանատիպ այլ կլանող եւ էմոցիաներ առաջացնող վերնագրերով բնականաբար արդեն դա մեզ պետք է ազդարարի, որ լուրը հնարավոր է ամենայն հավանականությամբ կեղծ է։ Ասեցի, դրա համար ստուգում ենք այլ լրատվական կայքերում արդյոք այդ նույն նորությունը կա թե ոչ, եւ ամենաավանդական տարբերակը Google-ում, մեզ շատ հայտնի Google-ում ուղղակի որոնում ենք, քանի որ շատ հաճախ հենց Google-ն է փրկում։ Հաջորդ կետի մասին դու խոսիր։ Անդրադառնալով հաջորդ կետին, ես կասեմ, որ այն մարդիկ, ովքեր վստահ չեն տեղեկությունը ճիշտ է թե սխալ, առաջին քայլը, որ պետք է իրանք անեն, այդ չտարածելն է, որովհետև հիմա մենք աշակերտներ ենք, հիմա մենք թիրախում ենք գտնվում, կարա, չգիտեմ, Facebook-ում կամ այլ տենց լրատվականներում ինչ-որ մի լուր տարածվի, որ օրինակ Ջրախբյուրի միջնակարգ դպրոցը փլվել է, վաղը մի եկեք դասի։ Ճիշտ է, կարող է շատ մարդկանց դա ուրախացնի, բայց իրականում կեղծ լուրերը ողջունելի չեն, մանավանդ երբ որ օգտագործվում են դրանք խաբելու նպատակով, ոչ թե հումորի։ Դրա համար չպետք է մարդիկ, եթե վստահ չեն տեղեկությունը ճիշտ է թե ոչ, տարածեն այն։ Իսկ հաջորդ կետի մասով ինչ կասես, ինչ պետք է անի մեդիագրագետ մարդը։ Նաև մի կարևոր կետ էլ կուզեի ավելացնել, շատ հաճախ ինչ որ նորություն գցում են նոր նորության տակ, բայց իրականում շատ հին նորություն է լինում։ Դրա համար շատ կարևոր է ուշադրություն դարձնել ամսաթվերին, որովհետև շատ հաճախ մի քանի տարի առաջվա կատարված սպանությունը կարող են նորից հրապարակել եւ դիտորդների մեծամասնությանը կթվա, թե դա նոր դեպք է, ինչը եւ խոճապ է առաջացնում մարդկանց մոտ եւ էմոցիաներ է անհանգիստ ավելացնում, դրա համար շատ կարևոր է նաեւ նայել ամսաթվերին։ Վերադառնալով մեդիա էթիկային, ուզում եմ նաեւ ասել, որ մենք որպես կոնտենտ ստեղծող պետք է հոգ տանենք մեր լսարանի մասին, այսինքն ցանկացած նյութ, որը մենք կտեղադրենք, կլինի դա story տարբերակով թե post, մենք պետք է ինքներս բազմակի անգամներ ստուգենք այդ նորության ճիշտ լինելը եւ արդյոք ինչքանով դա օգտակար կլինի մեր սպառողներին ու չի վնասի ոչ մի դեպքում նրանց։ Գիտես, մենք անընդհատ խոսում ենք լուրերի ճիշտ կամ սխալ լինելու մասին, բայց մի շատ կարևոր բան ենք մոռացել։ Մենք համացանցում ոչ միայն ասենց պասիվ վիճակում օգտվելուց նաև շփվում ենք ընկերների հետ ու ոչ միայն ընկերների, նաև անծանոթների հետ ու քանի որ սոցիալական մեդիան նաև այսպես ասած նույնպես տարածք է համարվում, այստեղ պետք է հարգենք միմյանց կարծիքը, չհրապարակենք այնպիսի բաներ, որը կարող է, չգիտեմ, անձնական հաղորդագրություն լինի ու դրանից դու օրինակ նեղանաս կամ կարող է հիմա դու իզնից մի ասած շատ խայտարակ նկար ունենաս, շատ ծիծաղելի, հրապարակես ինտերնետ ու ես կարծում դա նույնպես կարա շատ վիրավորական լինի ինձ համար ու սխալ։ Մեդիագրագետ մարդը նաև պետք է հարգի դիմացինին, նաև համացանցում դիմացինի տարածքը պետք է հարգի, պետք է չկիսվի այնպիսի անձնական ինֆորմացիա, որը իրեն է վերաբերում եւ ամենակարևորը պետք է եթե տարածելու էլ լինի, նախ եւ առաջ հարցնի կարելի է այսինչ նկարը կամ տեղեկությունը քո մասին տարածել։ Եվ նաև ուզում եմ ավելացնել նույնը մեկնաբանությունների մասով, որը մանավանդ մեր հայկական շուկայում, հայկական համայնքներում շատ հաճախ ենք հանդիպում, երբ ինչ որ բան մեզ դուր չի գալիս, մենք այնքան անկեղծ ասեմ, թե բռի ասեմ, որ մենք այնքան անկեղծ ենք, որ մեր կարծիքը հանգիստ արտահայտում ենք, չմտածելով, որ դա կարող է դիմացինին կոտրել կամ անգամ որոշ դեպքերում հասցնել դեպրեսիայի, պետք է ամեն դեպքում հարգենք դիմացինի ընտրությունը, դիմացինի ցանկությունները, ամեն դեպքում իր էջի տերը նա է եւ ինքն է որոշում ինչ հրապարակումներ անի, ինչպես վարի էջը։ Եթե լասելիք չունես, կարծեմ, սենց ընդհանուր ամփոփենք, եղեք զգոն, եղեք ուշադիր եւ հիշեք, որ ձեր կողքին ունեք այնպիսի երիտասարդներ, ումից միշտ կարող եք խորհուրդներ հարցնել, եթերում Արսենն են եւ Տաթևը, եւս մեկ անգամ պետք է քեզ ասեմ շնորհակալություն ինժեներական քաղաք գալու համար եւ ոդքասթի հրավերը ընդունելու համար, նաեւ շնորհակալություն եմ հայտնում Զանազանությունների ինկուբատոր հիմնադրամին մեզ տարած տրամադրելու համար եւ մեր առաջարկը չմերժելու համար։ Ես էլ եմ շնորհակալություն հայտնում, շատ հաճելի էր, հուսամ վայելեցիք մեզ հետ այս մի քանի րոպեն։
Եվ հուսամ ինչ որ չափով օգտակար եղանք։ Քեզ նույնպես Արսեն, շնորհակալություն։ Ցտեսություն։ Միգուցե հանդիպենք։